Բարձր սա դեկոնստրուկցիա կամ ռեկոնստրուկցիա զրույցների շարքն է, գիտեք արդեն, եթե հետևել եք, որ այստեղ մենք զբաղված ենք քանդել հավաքելով, այսինքն դեկոնստրուկցիա քանդել, ռեկոնստրուկցիա նորից հավաքել, վերականգնել եւ հիմնականում խոսում ենք, քննարկում ենք ինչպես որ սահմանել ենք ուրեմն մեր հանրության, հանրային խոսքում ավելի շատ, հանրային գիտակցության մեջ տարածված տարբեր ուրեմն պատկերացումների, ընթանացումների ինքնին պարզ համարվող ճակերտավոր կան, ոչ ճակերտավոր ճշմարտությունների մասին, որոնք էլ հենց փորձում ենք ուրեմն քանդել հավաքել, հասկանալով թե այդ ճշմարտությունների պատկերացումների մեջ, երբ որ քանդում ենք ինչ որ բան իրոք կա, եւ եթե կա ինչքանի, եւ փորձում ենք, եթե ինչ որ մի բան գտնում ենք, նաեւ այսպես ասած նորից հավաքել, վերակառուցել, նորոգել, իսկ եթե տեսնում ենք մեջը ոչինչ չկա, առանց շատ երկար ու բարակ, այսպես ասած, առանց խնայելու խորհուրդ ենք տալիս դեն նետել որպես հնացած իր։ Մի քանի թեմա արդեն խոսել ենք, ես հաշիվը արդեն կորցրել եմ, բայց անցյալ անգամ մենք սկսեցինք խոսել մի թեմայից, գիտեք, որ այդ ոչ մի թիզ հող, ոչ մի թիզականությունը եւ այլն, որոնք որոշ sense շրջանակների շատ ակտիվ քարոզչությամբ դարձել են եւ հիմա էլ դարձել են Հայաստանում այդպես հեգնելի բաներ, հա ոչ մի թիզական, այսինքն տենց հետամնաց կյանքից չհասկացող քյարթու ինչ որ մարդիկ են եւ այդ ոչ մի թիզ հողը հեգնելի, այսպես ոչ լուրջ, ոչ ռացիոնալ կարգախոս է, գիտեք, որ նման քարոզչություն կար եւ կամ ինչեւ հիմա եւ դրա հետևանքների մեջ ենք ապրում, դա գերակայող կարողացան դարձնել գոնե որոշ չափով եւ նույնացնել ուրեմն այդ ոչ մի թիզականությունը չմտածող, իսկ հակառակ դիրքորոշումը, որ անուն չունի, չգիտեմ, երևի պայմանական կոչենք թիզականություն, թիզականությունը ուրեմն մտածող, ռացիոնալ մարդու հետ։ Մենք անցյալ անգամ խոսեցինք, տեսանք նախ, որ իրականում մարդիկ, որոնք դա պնդում են, որ ոչ մի թիզ հող այդպես բան կարգախոս է, ոչ adekvat, ոչ ռացիոնալ, իրենք անմիջապես եւ տեսականորեն եւ գործնականորեն ըստ էության կասկածի տակ են դնում հենց մեր երկրի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, որտեղ մենք խոսեցինք, տեսանք, որ առանց նման վերաբերմունքի, առանց այդ ոչ մի թիզ հողը կարգախոսի, որը պատահական չի, որ ընդհանրապես հայտնվել է, որևէ պետության տարածքային ամբողջականությունը անմիջապես ոչ թե հարցականի տակ է դրվում, այլ ուղղակի հիմքերը քայքայվում են դրա։ Ես հիմա նորից բնականաբար չհիմնավորեմ, որտեվ կարող է ինչ-որ մեկին տարօրինակ թվալ, դա բայց հիմնավորումը բերել ենք անցյալ անգամ, կարող եք տեսնել նայել, մենք տեսանք նաև, որ այն պատմական օրինակները, որ բերում են այդ ուրեմն հեգնանքի կողմնակիցները, այսպես ասած թիզականներ, օրինակ Տիգրան Մեծի օրինակը բացարձակ абսուրդ են, այլ պատմական օրինակների մեջ ժամանակ չունեցանք խորանալ, բայց վստահեցնում եմ, որ եթե լինել էլ դրանք էլի նույնքան абսուրդ են։ Այս տեսական մասը մենք տեսանք, բայց հիմա այսօր պայմանավորեցինք, որ անցյալ անգամ այսինքն պայմանավորեցինք, որ կշարունակենք այս խոսակցությունը, եւս մեկ խոսակցություն հենց այսօր կունենանք այս խնդրի շուրջ, որտեղ ամենասկզբում անցյալ էլի անգամ նշեցինք, որ ի սկզբանե այս ուրեմն քարոզչությունը ինքը եկել է Ղարաբաղյան հարցի այսպես կոչված կարգավորման կոնտեքստից, երբ որ ասում են, որ այն մարդիկ, որոնք պատրաստ չեն այդ ճակերտավոր այդ միֆական, ես այտենց ռիսկով ասում եմ միֆական ճակերտավոր, որովհետև մեր պայքարում մենք շատ ենք խոսել դրա մասին եւ հիմնավորել ենք, որ դա հենց միֆական կոնցեպցիա էր, մեր հասարակությանը պարտադրված այդ կարգավորումը, լուծում հարցի բան, դրա համար արխային ասում եմ, ուրեմն այդ կոնտեքստի մեջ ասում էին, այդ ոչ մի թիզականներն են խանգարում, որպեսզի մենք գնանք փոխզիջումների եւ հարցը լուծենք եւ հետո էլ արդեն երբ որ պատերազմ եղավ եւ մնացած դրա հետևանքները եղավ, առավել եւս ասին, մեղավորը ոչ մի թիզականներն էին, եթե մենք իրենց չլսենք, եթե մենք չլնեինք այդպիսի նույնիսկ շատերը այդպես մեղայականով են հանդես գալիս, գիտեք, մենք հիմա այս օրը չէինք հայտնվի, այդ կորուստները չէինք ունենա եւ այլն, եւ քանի որ այդտեղից է սկսվել, մենք անցյալ անգամ կոնկրետ այդ կոնտեքստը թողեցինք դեռ մի կողմ Ղարաբաղյան հարցի, մենք վերցեցինք դա Հայաստանի վրա եւ այսօրվա վրա տարածեցինք, բայց հիմա եկեք գանք հետ եւ հասկանանք, որպեսզի ամբողջական հասկանանք այս թեման, հասկանանք իսկ արդյոք
այդ իր սկզբնական կոնտեքստում, որը շատերը հիմա մոռացել են, շարունակում են ասել ոչ մի թիզականությունը մոռանալով, ընդհանրապես էլ չգիտեմ Ղարաբաղյան, Արցախյան եւ այլն այդ կոնտեքստները։ Դա հասկանք իսկ այդ կոնտեքստում դա գոնե աշխատող էր, որտեղ այն մնացած տեղերը մենք տեսանք, որ ինքը абսուրդ է։ Հիմա տեսնենք այստեղ աշխատող էր, թե չէ իրական։ Հարցը ունի շատ པարզ պատասխան, իհարկե ոչ, շատ པարզ պատճառով, որովհետեւ մենք այդ հարգելի պարոնների եւ տիկինների, գուցե նաեւ ասած այդ թիզականների կամ ոչ մի թիզականության դեմ այդքան մոլերանտ խոսացողների քարոզողները մենք արեցինք։ Ինչ որ իրենք ասում էին, մենք արեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրածը, այլ բան չէր, քան այն, ինչը որ պայմանականացած դարերով մեզ քարոզվում էր այդ մարդկանց կողմից, որ փողզիջումներ, մենք պետք է տարածքները ազատենք, չգիտեմ եւ այլն, եւ որպեսզի մնա Ղարաբաղը, մենք դա արեցինք։ Եվ ստացանք ինչ որ ստացանք։ Հիմա իհարկե այստեղ մի անգամից ասում են, բա որովհետև մենք պարտվեցինք։ Մի րոպե։ Մենք դրա մասին այդպես հերթով կխոսանք, բայց պարտվելը այստեղ կապ չունի, որովհետև սխեման մնում է սխեմա, մենք իրականացրեցինք այն, ինչ որ այսպես թե այնպես մինչև պատերազմը եւ շատ ավելի վաղ, քան պատերազմը 2020 թվականի առաջարկվում էր որպես այսպես կոչված փողզիջում, դրա հիմնական ֆորմուլան քանի տարի նույնն էր, այսինքն շատ բան չէ փոխվում է, առաջարկները տարբեր դետալները փոխվում են, բայց ֆորմուլան նույնն է մնում, այսինքն պետք է դուրս բերել զորքերը այդ ազատագրված տարածքների մի մասից գոնե, այնտեղ խոսում էին, չգիտեմ, Քելբաջար Լաչինը ժամանակավորապես մնա դեռ հայկական վերահսկողության տակ, բայց ժամանակավոր ոչ միտեղ գրված չէր որ մշտապես կամ չգիտեմ, այլ տարբերակով, բայց ֆորմուլան այդ տարածքներից հայկական զորքը դուրս է բերվում, դրա փոխարեն Ղարաբաղ մտցվում է խաղաղապահ զորքը, որը ռուսական զորքն էր։ Եվ համենայն դեպս պատերազմից առաջ, սա պետք է հասկանանք, վերջին գոնե, չգիտեմ, մի 10 տարվա մեջ պայմանական, մի քիչ կարող ավել պակաս, ուրիշ բանի մասին խոսք չկար։ Խոսքը հենց այդպես է, ռուսական զորքը մտնում է Ղարաբաղ, հայերը տարածքները ազատում են եւ այսպես ասած բոլորը գոհ են մնում։ Սա էր կոչվում կարգավորում, ուրիշ կարգավորում գոյություն չուներ։ Մնացած հեքիաթներ են, կարող է ինչ-որ հեքիաթներ պատմեն, որ չէ, ռուսականը չէր, շվեդական զորքներ մտնում, շնորհիվ մեծ տարբերություն չկա, բայց սա էր։ Եվ բոլոր մարդիկ, որոնք այն ժամանակ էլ եւ հիմա էլ հետադարձում են, բա պետք է այսպես գնայինք, պետք է կարգավորենք հարցը, այդ կարգավորումը ինչ որ տենց абստրակտ բան չէր, ինքը մի ֆորմուլա ուներ։ Կրկնում եմ, շեշտում վերջին շրջանում գոնե։ 90-ականներին բանի մասին չենք խոսում, չենք խորանում, գոնե վերջի շրջանում այդ մի ֆորմուլան ուներ։ Ռուսական զորքը պետք է մտներ Ղարաբաղ, որպեսզի ռուսական զորքը մտներ Ղարաբաղ, բնականաբար հայերը պետք է տարածքներից դուրս գան, որտեղ Ադրբեջանը այլ կերպ ինչի պիտի համաձայնվեր ռուսական զորքը մտներ Ղարաբաղ։ Սա էր, այսինքն բոլոր այդ պաթոսը, խաղաղությունը, կարգավորումը, չգիտեմ, ճամփեքի բացումը եւ այլն, կամ չգիտեմ, կարգավորումը, կամ այդ ոչ մի թիզականության դեմ այդ խոսքը մի բաց նպատակ ուներ հիմնավորելու ռուսական զորքի մուտքը Ղարաբաղ, որտեղ դա էր գերխնդիրը։ Հիմա այդ մարդիկ դա հասկանում էին, թե չէին հասկանում դա ասելով, կամ հիմա հասկանում են, չեն հասկանում, դա իրենց խնդիրն է։ Փաստով դա էր եւ հետո մենք տեսանք, որ այդ փաստը ինչպես իրականացավ, եւ սա էր ինչին մենք համաձայնվեցինք։ Պատերազմով թե առանց պատերազմի, տվյալ դեպքում միական չի, որտեղ սխեման մնաց նույնը։ Մենք թողեցինք ռուսական զորքը Ղարաբաղ, դուրս եկանք այդ տարածքներից, ընդ որում այդ տարածքների մի զգալի մասը եւ Քելբաջարը, օրինակ Աղդամը, չգիտեմ, Լաչինը, Գոբատլուի մի մասը ադրբեջանցիք չէին էլ մտել, չէին էլ կարողացել մտել։ Փորձել են հատկապես ունենք Քելբաջարի ուղղությամբ առաջին հորին գրովել են, փորձել են, չի ստացվել։ Մենք դա տվել ենք, այսինքն մենք ցած կամովին զիջել ենք։ Եվ այդ պլանը այդ այսպես ասած կարգավորումը վերջը մենք իրականացրել ենք եւ մենք ստացել ենք ինչ որ բոլորս գիտենք թե ինչ է դրա ստացել թե ինչքան տևեց է այսպես կոչված խաղաղությունը այդ կարգավորումը եւ արդյունքում ինչ մենք հիմա ունենք եւ ինչպես մենք ինչպես իրենք ասում էին մասը զիջելով ամբողջը փրկեցինք դեն ժամանակ էլ ասում են չէ Արցախի մնացորդը փրկենք դրա համար եկեք զիջումների գնանք դե մենք արեցինք եւ տեսանք ինչպես մենք փրկեցինք այդ զիջումներով Արցախը։ Հիմա այն եմ ասում, բայց դե ասում են չէ։ Այս դու ճիշտ չես ասում Հրանտ, որովհետև այ մենք պարտվեցինք, պետք չէր մտնել պատերազմի մեջ պարտվել, դրա համար այդպես եղավ, որ մենք Արցախը կորցրեցինք, եթե մենք կամովին առանց պատերազմի խելամտորեն այդ ամենին համաձայնվենք, այդպես չէր լինի։
Չէ, սիրել ժողովուրդ։ Եկեք էլի բանանենք։ Հիմա ուրեմն լավ, մի կողմ թողնենք, որ սխեման նույնն է։ Ես հասկանում եմ, որ սխեմա բառը այդ շատ ինտելեկտուալ իմաստուն մարդկանց համար կարող շատ բարդ բառ։ Եկեք սխեման մոռանանք եւ կանք ավելի կոնկրետ իրականությանը։ Խնդիրը հետեւելն է։ Բարդվել էինք մենք, մեր բանակներ բարդվել, ռուսները չէին բարդվել։ Բայց մենք ռուսներին էինք տվել անվտանգությունը եւ պատրաստվում էինք տալ նաեւ այդ իրանց լավ տարբերակում առանց պատերազմի էլի ռուսներին էինք տալու Արցախի անվտանգությունը եւ ռուսները չէին պարտվել։ Ինչ կապ ունի ստեղ մեր պարտությունը։ Ռուսներին էինք մենք տվել Ղարաբաղի անվտանգությունը, պաշտպանությունը, հայկական Ղարաբաղի հայերի եւ ռուսներն էին, որ այդ անվտանգությունը չապահովեցին, չպաշտպանեցին 2023 թվականին։ Նրանք ոչ մեկին չէին պարտվել, առավել եւս Ադրբեջանին այդ ժամանակ։ Բայց իրենք չապահովեցին եւ շատ արագ դա տեղի ունեցավ, չէ՞, բառացիորեն ես օրինակ նույնիսկ ավելի երկար էի սպասում, բայց տեսեք 3 տարվա մեջ դա տեղի ունեցավ։ Այսինքն ինչ կապ ունի մենք սա պատերազմից հետո եղել թե պատերազմից առաջ, ռուսներն էին թե պատերազմից հետո, թե պատերազմից առաջ։ Եվ եթե մենք զիջում էինք մեր պաշտպանության իրավունքը, մեզանից փոխանցում էինք ռուսներին, մենք ստացանք դրա արդյունքը, դա կապ չունի մնացածը սրա հետ։ Հիմա դե կասեն հա դե որովհետև այնպես ստացվեց, որ ռուսները, չգիտեմ, Ուկրաինայում խնդիրներ ունեցան, այս փոխվեց, այն փոխվեց, չկարողացան, հա, այդպես էլ եղավ, բայց այդպես էլ պետք է լինի, որովհետև եթե դու մեկ ուրիշին օտարին փոխանցում ես քո անվտանգության ապահովումը, ինքը ինչքան էլ շահագրգիռ լինի, անվտանգության ապահովման բնականաբար ռուսները շահագրգռված չէին, բայց Ղարաբաղ մտնելու եւ այդտեղ մնալու շահագրգռված էին, նաեւ որպեսզի տարածեին այդտեղից իրենց ազդեցությունը ավելի ամրապնդեին ավելի շուտ դեպի Բաքու եւ Երևան։ Բայց բնականաբար որքան էլ շահագրգիռ լինեն իրենք նախ եւ առաջ շահագրգիռ են իրենց էլ ավելի կենսական շահերով, տվյալ դեպքում Ուկրաինան էր եւ դրա համար էլ եղավ այդպես ինչպես եղավ։ Հասկանում եք, այսինքն եւ դա լինելու էր, որովհետեւ միշտ էլ այդպես է, երբ որ կրկնում եմ, դու վստահում ես քո անվտանգությունը, պաշտպանությունը մեկ օտար ուժին, ինքը բնականաբար իր կենսական շահերը, իր առաջնային համարելով, ինչ որ մի պահի, երբ որ ինքը ունենում է ավելի լուրջ խնդիրներ այլ տեղեր, թողնում գնում է։ Եվ մեր պատմությունը ընդհանրապես վերջին մի 100 տարի դրա մասին է, ոնց են թողնում գնում։ Ռուսներն են թողել գնացել եւս 1-2 անգամ 18 թվականին, չգիտեմ 91 թվականին թողել գնացել են բոլոր հետևանքներով դրական եւ բացասական մեր համար։ Նույն ֆրանսիացիներն են նույն ձևի Կիլիկիայից գնացել, անգլիացիներն են 19 թվին ստեղ մտել գնացել էլի, ինչ են գնացել։ Խնդիրներ են ունեցել ներսում, ավելի կարևոր թողել են գնացել են։ Այսինքն դա օրինաչափություն է, այսինքն այստեղ կապ չունի մեր պարտվելը կամ հաղթելը։ Ռուսները նույն ձևի ոնց որ գնացին, նույն ձևի ոնց որ չպահեցին, նույն ձևի գնալու են եւ չէին պահելու, եթե մենք դա առանց պատերազմի զիջեինք, այդ գնայինք այդ այսպես ասած զիջմանը, կարգավորմանը եւ չլինեինք քարթու եւ վատ ոչ մի թիզական։ Էլի ենթադրենք մենք ուրեմն առանց պատերազմի մեջ զիջում էինք այդ ամեն ինչը, ռուսներին էլ թողնում ենք Ղարաբաղ, որտեղ ասում ուրիշ տարբերակ չէր քննարկվում։ Հիմա եթե քննարկվեր տեսականորեն մի տարբերակ, որով օրինակ մենք տարածքներից դուրս էինք գալիս, իսկ Ադրբեջանը, ասենք, ճանաչում էր Արցախի անկախությունը, սա ուրիշ բան էր լինելու, որտեղ սա քիչ թե շատ արդար փոխանակում կարող էր համարվել, էլի լիքը խնդիրներով իդեպ, որտեղ այդ Արցախը ինչ-որ ձևի հետո պետք էր պաշտպանել, իսկ ինքը 4 կողմից շրջապատված էր Ադրբեջանի տարածքով, բայց ամենատեղս դա կլներ հայկական հաղթանակի արդար փոխհատուցում։ Հասկանում եք, բայց այստեղ նման տարբերակ երբեք չէր քննարկվել։ Քննարկվել է ռուսական զորքի մուտքը վերջին, ասենք, շրջանում, ինչև էլ ուրիշ նմանատիպ ինչ-որ տարբերակներ հեքիաթային, այսինքն հայկական հայերի հետ կապ չունեցող։ Հիմա ենթադրենք, այ մենք տենց ուրեմն մի անգամ էլ ենթադրենք համաձայնվում էինք, այդ ուրեմն զիջումներ անում էինք, ռուսները մտնում էին Ղարաբաղ, հետո մենք տեսնում էինք, որ չար թուրքերը մեզ խաբում են, ինչպես եւ սпасելի էր, կամ չէ, շատ անսպասելի, շատ անսպասելի, ոնց կա թուրքերի հետ պայմանավորվել էինք,
ախր առաջի դեպքն է նման մեր պատմության մեջ միշտ մենք թուրքերը հետ ինչքան պայմանավորվել ենք պամիդոր իրար հետ ինչքան ծախել ենք միշտ այնքան լավն են ախր այդ թուրքերը շուկայում այնքան քաղցր են որ գնում ենք Ռուսաստան իրանց հետ ենք ընկերություն անում այդ էշ վրացիների ռուսականներեք իհարկե վրացի ընկերներ ջան էշ վրացիների ռուսների հետ մենք թուրքերը այնքան լավն են թուրքերը մեր նման են հա ու միշտ երբ որ մենք իրենց հետ պայմանավորվել ենք այս վերջի քանի դար արդեն միշտ շատ լավ ա եղել մենակ այս անգամ չհասկացանք ինչ եղավ պայմանավորվեցինք իրանք էլ եկան մեզ խաբեցին ուրեմն եթե չար թուրքերը մեզ էլի հերթական անգամ խաբում էին եւ փորձում էին արդեն Բուն Ղարաբաղ մտնել դրանից հետո երբ որ մենք այդքան առանց պատերազմի խոհեմաբար ռացիոնալ կերպով զիջեցինք իրենց այդ տարածքները եւ նենք ռուսներն էլ արյուն մի ուտեսել ինչ անսպասելի բան մեր պատմության մեջ թողնում գնում էին եւ չէին պաշտպանում ես շատ անսպասելի էր երբեք մեր պատմության մեջ նման բան չէր եղել ով էր այդպես բան տեսել դե ուրեմն ըստ այդ տրամաբանության այդ մարդկանց որ ասում են հա բայց մենք պարտված չէինք լինի ուժեղ կլինենք ինչ պետք է անենք մենք պետք է նորից գնայինք մտնենք կռվի մեջ չէ ասենք թուրքը մտնում է Ղարաբաղ ռուսները չեն պա միջը պետք է հասկանայինք հայը մինչև պետք է հասկանար չէ որ ռուսները չեն պահում հələ մի ինչքան ժամանակ հույս պետք է տածեր նամակներ պետք է գրեր Պուտինին բան չէ այտենց մի անգամ չէր ջոգելու բայց ասենք թե հասկացավ եւ ասում վայ խափեցին ինձ զորքը հավաքում եմ գնում եմ Ղարաբաղ կռիվ անեմ նորից եկնել է չստացվեց այս 80,000 ներողություն այսինքն այս խոհեմ մարդկանց տրամաբանությամբ դե եթե չստացվեր իսկ դա չէր ստացվելու մենք տեսանք որ դա չէր ստացվելու լավագույն ապացույցերով կարիք չկա չնայած խելամիտ մարդիկ դա մինչև էդ էլ ասում էին մինչև 20 թվականը որ այդ ձեր պլանը չի աշխատելու տալու եք թուրքերին այդ տարածքները իրանք էլ հետո Ղարաբաղ հետ մտնելու պրծացնեն ռուսներն չեն պայլու դա բարդ չէր կանխատեսել ժողովուրդ ջան պատկերացնում եք բարդ չէր մեր ամբողջ պատմությունը դրա կանխատեսումն է մեր ամբողջ պատմությունը դրա բանն է ասենք ինչ ասեմ ապացույցն է բայց ուրեմն մենք այդտենց մեկա չէինք անելու այսինքն գնալու էինք այլ պատերազմի մեջ չենք ներքաշվելու կգնայինք խաղաղ կարգավորման եւ ուժեղ կմնայինք չենք պարտվի եւ երբ որ տեսնեինք որ չար թուրքերը մտնում են Արցախ իսկ գնենք ռուսները հերթական անգամ մեզ դավաճանում են մենք զորքը կհավաքենք ու կգնայինք կռվի այսինքն մենք նորից պետք է կռվեինք քանի որ տարածքները արդեն հետ ենք տվել թուրքերին բացի հավանաբար Քերբաջարից ու Լաչինից պետք է նորից նույն կռիվը կռվենք ինչ որ 90-ականներին կռվել էինք զոհեր տայինք հավանաբար շատ ավելի քան 90-ականներին արդյունքը անհայտ եթե 20 թվին պարտվեցինք իսկ ով ասեց որ այդ նույն տարբերակում չէինք պարտվի էշ էինք մենք այսինքն դրանից ավելի ախմախ բան կարելի է պատկերացնել էլ ինչի համար է դու գնում այդ զիջումների հետ ամեն ինչի պետք է նորից կռիվ ստանայր որը դժվար չէր կանխատեսել եւ որը ապացուցված է 23 թվականի դեպքերով ապացուցված է որ մեկը էլի կռիվ է ստանալու ուղղակի ավելի վատ դիրքերից քան նույնիսկ ուներ 20 թվին եւ եթե լավ դիրքերում 20 թվին դու ահագին նահանջներ ունեցար բայց վատ դիրքերում ինչ էր լինելու հասկանում եք ինչի մասին է խոսքը այսինքն այստեղ պարտվածը չպարտվածը կապ չունի այդ սխեման այդ կարգավորման սխեման ինքը անխուսափելիորեն տրամաբանորեն պատմական բոլոր օրինակներով օրինաչափություններով փորձով բերում է դրան եւ մեծագույն էշ պետք է լինեիր որ դու դրան համաձայնվելով հետո մի հատ է կռվի մեջ մտնեիր նորից նույն կռիվը անեիր այսինքն ես ինչ ասեմ այս մարդկանց տրամաբանությանը բայց մարդիկ չեն մտածում չեն տրամաբանում իրենք ուղղակի գեղեցիկ խոսքեր են արտասանում դե ովքեր էլ որ հասկանում են գեղեցիկ խոսքեր չեն արտասանում ուղղակի մեր ժողովրդի գիտակցությունը հանուն արտաքին ուժերի այտենց մանիպուլացնում են կառավարում են հիմա ի վերջո նաև այդ պատահական չի որ այդ տարածքները Արցախի շուրջ են նախկին ռեժիմի շուրջ հայտնվեցին մեր վերահսկողության տակ Քելբաջարը, Աղդամը, Ֆիզուլին, Ջաբրայիլը, Լաչինը, Ղուբատլուն դա պատահական չի բնականաբար որովհետև ցանկացած մարդ ով տեսել է քարտեզը ով տեսնելուց բացի կարողանում է մի երկու հատ sense մտածել ուղղակի հա տենց մի քիչ բան անել նեյրոնային կապեր մի երկու հատ ստեղծել հասկանում է որ այդ տարածքը բուն էլ դղիմի տարածքը հայաբնակ նախնական այդ տարածքը անհնար է պաշտպանել եթե դու դուրս չես գալիս դրանից դուրս որովհետև ինքը 4 կողմից շրջապատված է դու կարող ես աշխարհի ամենահերոս ժողովուրդը դու կարող ես լինել ամենախելացին ամենաքաջը
ամենաիմաստունը, ինչ ուզում ես եղի։ Դու կարաս 2 տարի պաշտպանես, 4 տարի պաշտպանես, 10 տարի անհնար ջանքերով պաշտպանես, բայց վերջում դու պարտվելու ես, որտեղ դու շրջապատված ես։ Եվ մի տեղից ճեղքելու են մտնեն։ Եվ հենց դրա համար էլ առաջին պատերազմի 90-ականների պատերազմի տրամաբանությունը ինքնաբարաբար բերեց նրան, որ այդ շրջանները ադրբեջանական իրանք հայտնվեցին հայկական վերահսկողության տակ, որտեղ դա միակ ձևն էր Արցախը պաշտպանելու, ճիշտն ասած, դա նաև Հայաստանը պաշտպանելու, Սյունիքը պաշտպանելու միակ երաշխիքն էր իրական, որովհետև այսօր ոչ ոք չի կարող ասել, որ Սյունիքը կարող է նորմալ պաշտպանել, մանավանդ այս պաշտպանական, գերպաշտպանական մտածողությամբ, որ իրանք ունեն բունկեր կառուցենք, զենք առնենք, Սյունիքը պաշտպանենք, ցավոք սրտի անհնար է այդպես ոչ Սյունիքը, ոչ Վայոց պաշտպանել այդ նեղ տարածքը, միայն ակտիվ պաշտպանությամբ, միայն էլի դուրս գալով իրենց տարածք։ Այսինքն եթե դու Ղուբատլուն օրինակ չվերցնես, Լաչինը չվերցնես, Գորիսն ու Ղափանը ինչքան ուզում ես հերոսաբար պաշտպանի։ Չես կարող անverջ պաշտպանես։ Նույնը Արցախի դեպքում էր։ Եվ դրա համար մենք այդտեղ հայտնվեցինք, եւ դրա համար այլ ոչ թե քյարթու լինելու պատճառով, հետամնաց լինելու պատճառով, իրացիոնալ լինելու պատճառով, ճիշտ հակառակը շատ ռացիոնալ լինելու պատճառով, մարդիկ այն ժամանակ էլ ասում են ժողովուրդ ջան, եթե մենք այդ տարածքները զիջում ենք եւ չենք ստանում Արցախի ճանաչում երաշխավորված, մենք անում ենք աշխարհի մեծագույն հիմարությունը, որովհետեւ մենք այդ առանց այդ տարածքների պաշտպանվել չենք կարող, որովհետեւ եթե տարածքները մենք տալիս ենք, գայթակղությունը հաջորդ քայլը, այսինքն նաև Արցախը վերցնելու Ադրբեջանի ընդհանրը մեծացնում ենք, ինչը եւ ապացուցվեց պատմությամբ, եւ այդքան բան բոլորը դա հասկանում էին։ Եվ հիմա էլ, բայց ինչի՞ ես սրա մասին այսքան խոսում նաև հիմա, որովհետեւ հիմա էլ նույնը մեզ փորձում ներկայացնել։ Մինչեւ հիմա, այսքանից հետո մարդիկ մեզ փորձում են էլի համոզել, որ այ գիտեք պետք էր խաղաղ կարգավորման գնել, դա պաշտոնական գիծն է, այսինքն մարդիկ որն է, բայց բոլորն են դա ասում, պետք էր մենք այն ժամանակ համաձայնվենք։ Ու ինչ համաձայնվենք, ստանանք նույնն ենք ստանալու։ Հիմա իսկ ինչ էր պետք անել։ Իհարկե պետք էր պատերազմել, պատրաստվել պատերազմը։ Ասենք դե տեսեք, պատերազմեցինք, մենք կա պարտվեցինք։ Պատերազմում դու ունենում ես շանս։ 50-50 է ցանկացած պատերազմ, պայմանական ասած, կարող է պարտվես, կարող է հաղթես։ Շանս ունես։ Առանց պատերազմի եթե դու զիջում ես, դու միանգամից քո պարտությունը հենց միանգամից ես ընդունում։ Եվ իհարկե ճիշտ տարբերակը եւ Արցախի եւ Հայաստանի համար, այսինքն տարբերություն էլ չդնենք այդ երկուսի միջեւ, որովհետեւ եմ ասում նույնիսկ եթե ամեն ինչ մոռանանք, Հայաստանի հարավի պաշտպանության ոչ թե լավագույն, այլ միակ ձևը այդ տարածքների ցանկալի է նաեւ Արցախի վերահսկողությունն է, բայց առնվազն այդ մի քանի տարածքի պետք է պատրաստվել ու այդ բոլոր ճակերտավոր խելացի խոսակցությունների փոխարեն, այդ բոլոր անիմաստ քննարկումների փոխարեն, թիզական ոչ մի թիզական, միակ ռացիոնալ, իրոք ռացիոնալ եւ ռեալիստական տարբերակները նորմալ դուրս մղել մտքից այդ ախմախմաները, պատրաստվել պատերազմի։ Հիմա կասեն դե մենք պատրաստվում ենք պատերազմի, չենք պատրաստվում։ Խոսքը զենքի եւ այլնի մասին չի նույնիսկ, տակտիկայի եւ մարտավարության մասին էլ չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ նույնիսկ զինվորականների մեջ ներարկված էր այդ հոգեբանությունը, եթե կռի վրնի ռուսները կկանգնացնեն, կամ ռուսները մեզ կպահեն, կամ կգնանք խաղաղ կարգավորման, դա չի նշանակում պատրաստվել պատերազմի, սկսում է հոգեբանությունը, նշանակում է, որ դու պետք է հասկանաս, որ դու ինքդ քեզնով, մենակով պետք է պատրաստ լինես, մինչև վերջ դիմադրես, եւ հետո նոր մտածես, թե դրսից ով քեզ կօգնի։ Միայն դա է նշանակում պատերազմին, պատրաստ լինել, դա այսօր էլ է դա նշանակում։ Եվ այսօր էլ է նույնը մեր ռեցեպտը։ Միակ ռեցեպտը, այսինքն դու այսօր էլ պետք է պատրաստ լինես եւ միգուցե այստեղ շանս կար, որ եթե լավ պատրաստվեինք պատերազմի, պատերազմը ուղղակի չէր լինի, որովհետեւ եթե դիմացինը հասկանում է, դու լավ ես պատրաստված, ինքնը շատ չի ուզում էլի ռիսկի գնա։ Դա միգուցե երաշխավորված չէ, բայց միգուցե իրոք հնարավոր լիներ։ Միակ շանսն էր պատերազմից խուսափել եւ դա դին օրինաչափություն։ Ուզում ես խաղացում պատրաստվել պատերազմի ոչով, դա երբեք չի կարող չեղարկել։ Դա հին ճշմարտություն է, եւ որը գործում է եւ գործել է միշտ։ Սա էր միակ ռացիոնալ, իրոք ռեալիստական աշխարհի իրականությունից ելնող այն մնացածը հեքիաթային ինչ որ բաներ են, ասենք այդ իմ մեկ ասում եմ վարդագույն միա եղջյուրների աշխարհից կամ վարդագույն պոնիների աշխարհներից,
ոնց որ եւ հիմա։ Եվ հիմա եմ ասում, նույնը պետք է լինի, եւ առավել եւս հիմա այսքան փորձից հետո, այսքան բանատեսնից հետո մենք այլևս այդ մարդկանց, որոնք տենց ոչ մի թիզականություն, անյա, պետք է այդ մարդկանց կյանքում այլևս չլսենք, որովհետեւ իրենց ասածները հետքվել է ոչ թե տրամաբանությամբ, այլ փորձով, շատ դառը փորձով։ Մենք այլևս երբեք այդ մարդկանց նման ընդհանրապես պնդումները պետք է չլսենք։ Թող իրանք իրանք սալոններում մնան, իրանք իրանք հետ խոսան, բայց մենք երբեք չպետք է ականջ դնենք այդ կեղծ իմաստակությանը։ Եվ ինչպես հասկացաք արդեն, այս մի թեզը, այս մի թեման փաթաթում ենք այսպես, նետում ենք աղբամանը, մոռանում ենք դրա գոյության մասին։ Այսօր այսքանը, մենք շարունակենք մեր զրույցները, թեման արդեն կփոխենք։ Հիմա մի անգամ չեմ ասի ինչ թեմա, որտեղ մի քանի թեմա կա, վերջնական դեռ ընտրություն չեմ կատարել, բայց կշարունակենք մեր զրույցները, շնորհակալություն ուշադրության համար, ինչպես ասում են հին սովետական հաղորդումներում, շնորհակալություն ուշադրության համար։